Շնորհակալ եմ հարցերի համար։ Մենք նախորդ տարվա ընթացքում հունիսին կամ հուլիսին շահագործեցինք Կոտայք Գեղարքունիքի միասնական սանիտարական աղբավայրը եւ առաջիկայում կշահագործենք նաեւ փոխաբեռնման կայանները։ Այս պահին երկու մարզերի 17 համայնքներից 11-ում աղբահանությունը իրականացվում է իմ նշած տրամաբանության մեջ, շուրջ 300,000 բնակիչ օգտվում է նոր աղբահանության սիստեմից, նաեւ վարչապետին զեկուցեցինք, որ նախարարությունը ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում 4 առնվազն 4 նոր աղբավայրերի կառուցման մասով, բայց ուսումնասիրությունը վերջնական միջազգային կառույցների ներգրավմամբ ուսումնասիրություն ենք իրականացնում, մրցութային գործընթացը նախորդ տարվա վերջին ենք մենք հայտարարել։ Մեր տրամաբանությունը հետևյալն է, որ այո, Երևանը կունենա առանձին աղբավայր, որը կգտնվի կենտրոնական գոտում հանրապետության, կլինի հյուսիսային հատվածում աղբավայր, կենտրոնական հատվածում աղբավայր, այսինքն մյուս հատվածներում բոլորը միասնական ինչ-որ սիստեմով մի քանի մարզը գուցե իրար հետ մեկ աղբավայր կամ երկու աղբավայր եւ մի քանի փոխաբեռնման կայաններ այս տրամաբանության մեջ կունենանք հստակ աշխատանքային օրակարգ եւ կշարժվենք այդ օրակարգով արդեն ուսումնասիրությունից հետո։ Նույնը նաև ուսումնասիրություն ենք իրականացնում հավանական վերամշակման մասով, այս մասով մենք նաև բաց ենք մասնավորի հետ համագործակցության, տարբեր առաջարկներ ունենք, այդ առաջարկների մի մասը հավաքված են համայնքներում, մյուս մասը նախարարությունում եւ մենք զուգահեռ ուսումնասիրում ենք այդ առաջարկները եւ դա մեզ համար առաջնահերթություն է։ Ինչ վերաբերվում է համայնքների խոշորացմանը, նախ կուզեմ թեման սկսել այնտեղից, որ երբ որ մենք միավորում էինք Վաղարշապատը Խոյի հետ, բազմաթիվ լրագրողներ մեզ մեղադրում էին քաղաքական նպատակներով սա իրականացնելու մեջ եւ իմ պատասխանը բոլոր դեպքերում արդյունավետ կառավարում իրականացնելն էր եւ դրա ապացույցն է նաեւ այն, որ մենք 2026 թվականի ընթացքում պլանավորում ենք հանրապետության եւս 3 մարզերում այն տրամաբանության մեջ, ինչ տրամաբանության մեջ իրականացվել է Խոյի եւ Վաղարշապատի միավորումը, այդ տրամաբանության մեջ իրականացնել համայնքների միավորում, ելի հիմք ընդունելով են, որ մեծ համայնքները իրենք ֆինանսապես ավելի կայուն, ավելի լավ կարողություններով համայնքներ են եւ այնտեղ ավելի մեծ ծավալով աշխատանք է հնարավոր իրականացնել, ինչպես տեղի մասնագիտական միջոցներով, այնպես էլ կառավարությունից ստացվող ֆինանսական միջոցներով, որովհետեւ նույն դոտացիայի բանաձևը այնպիսին է, որ ինքը խրախուսում է բազմաբնակավայր համայնքի գոյություն ունենալը։ Այդպիսի համայնքների միավորում նախատեսում ենք 3 մարզերում արդեն ասացի։ Ես մարզերը թվարկեմ, բայց համայնքները չեմ թվարկի, առաջիկայում դրա մասով որոշակիություն մենք ունենք, հրապարակայնություն կապահովենք։ Խոսքը վերաբերվում է Սյունիքի մարզին, խոսքը վերաբերվում է Լոռու մարզին եւ Վայոց ձորի մարզերին։ Հիմնականում կմիավորվեն իրար գյուղական բնակավայրերից բաղկացած միավորված համայնքները եւ այս process-ը նաեւ շարունակական է լինելու, որովհետեւ մեր նախորդ փորձը ցույց է տվել, որ դա արդյունավետ կառավարման մոդել է։ Իմիջիալոց կմիավորվեն նաեւ այնպիսի համայնքներ, որտեղ համայնքային կառավարումը կեսից ավելի մասով կամ հիմնական մասով քաղաքացիական պայմանագրինն է եւ դա հստակ ցույց կտա, որ մենք չենք միավորում համայնքները այնտեղ կուսակցական իշխանություն վերցնելու մասով, որտեղ առնվազն այն ցանկը, որը կհրապարակվի, դուք կտեսնեք, որ այնտեղ զգալի հատվածում քաղաքացիական պայմանագիրը այսօր էլ իշխանություն է։ Մենք դա պլանավորել ենք այս փուլում իրականացնել մի պարզ պատճառով, որ 2026 թվականի սեպտեմբեր, օկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին հերթական ընտրություններ են, սա ծախսային էական կրճատում էլ մեզ հնարավորություն կտա, իմիջիալոց մենք նույնը կանենք Վաղարշապատում, բայց այնտեղ քանի որ համայնքի ղեկավարի հրաժարականով պայմանավորված Վաղարշապատում արդեն արտահերթ process-ներ անցկացնելու անհրաժեշտություն եղավ, դրանով պայմանավորված մենք Վաղարշապատի խոշորացումը բերեցինք ավելի առաջ, որովհետև ճիշտ չէր լինի հիմա Վաղարշապատում ընտրվեր նախորդ չափով համայնքապետ, այսինքն նախորդ համայնքի կազմով համայնքապետ եւ համայնքապետը պաշտոնավարեր ընդամենը մի քանի ամիս եւ արդեն հոկտեմբերին կամ նոյեմբերին գնայինք նորից ընտրության։ Փորձելու ենք համատեղել հերթական ընտրության հետ, այսինքն այնտեղ որտեղ մոտ կլինենք հերթական ընտրությանը կամ կհասնի հերթական ընտրության ժամկետը, մենք կքննարկենք նաև
ուրեմն համայնքների միավորումը մասնավորապես այն բնակավայրերի մասով, որոնք հիմնականում կազմված են գյուղական բնակավայրերից եւ փոքր միավորներ են 6, 7, 8, 9, երբեմն 10 համայնքներից բաղկացած գյուղական